Ողջույն գործարարալիքին միացած ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մեզ 106 եւ 5 հաճախականությամբ եք լսում, թվային հարթակներում եւս կարող եք մեր բոլոր հաղորդումները դիտել։ Հարմուղեղով զրույցն ենք սկսում, մեր տաղավարում Գուրգեն Սիմոնյանն է, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ եւ քաղաքական գիտությունների թեկնածու։ Ողջունում, պարոն Սիմոնյան։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Փոխադարձաբար։ Միշտ այսպես բովանդակային զրույցներ են ստացվում, հուսամ այս անգամ էլ Սիրով։ Փորձեմ ներքաղաքականից գանք, բայց ամեն դեպքում կապելով դրսի հետ, Լավրովի այցը կարծես թե արդեն հանրայնացվեց, որ պիտի լինի օր եւ հստակեցում, թե ինչի մասին է լինելու այս այցը դեռևս չկա։ Ինչի մասին է լինելու, պատկերացումները իրականում, ինչի համար է գալիս Լավրովը Հայաստան։ Անկեղծ ասած, ֆանտազիաս չի բավարարում, որ հասկանամ, թե ինչի համար է Լավրովը գալիս, մանավանդ որ մենք դառը փորձ ունենք։ Մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ կապված այդ չարչրկված Լավրովի պլան կոչեցյալը, որը կար, բայց հետո Լավրովն ինքն իր շուրթերով մերժեց, ասեց ոչ մի Լավրովի պլան չկար։ Դժվար է կանխագուշակելը։ Ես կարծում եմ, որ այստեղ տրամաբանական ռացիոնալ քաղաքագիտությունը եւ քաղաքականությունը հնարավորություն չունի բացատրություններ գտնելու եւ իմ տեսակետով այս այցելությունները մասնավոր պայմանավորվածություններով պայմանավորված են։ Ում հետ։ Նիկոլ Փաշինյանի նրա կառավարող վերնախավի եւ այդ չակերտավոր ընդդիմադիր հատվածի, որոնք որ իրենց ընդդիմադիր են հորջորջում խորհրդարանական ընդդիմությունների մասին է խոսքը։ Այսինքն երկու կողմի հետ էլ հնարավոր է պայմանավորվածություն։ Այո։ Լավրովը գալիս է գլխավոր պատվիրատուի ակնկալիքներով, գուցե ով գիտի, բայց ինչ էլ ասենք կնմանվի սուրճի մրուրի վրա գուշակություններ կատարելուն, որտեղ տրամաբանական որևէ հիմք եւ ենթադրենք աշխարհակաղակական ինչ իրավիճակ պետքա լինի, որ Ռուսաստանը ինչ շահագրգռվածություններով գա փոխստեկ փոխպայմանավորվածություններ իրականացնի։ Հայաստանի Հանրապետությունը կախման տակ գտնված պետություն է Ռուսաստանի Դաշնությունից տնտեսապես առայժմ, իսկ հետագայում գուցե եւ ռազմաքաղաքական առումով ուզում են վերականգնել իրենց ազդեցությունը, որը որ կորսվել էր Արցախյան պատերազմի հետևանքով։ Բայց այստեղ կարծես թե երկու մասի պետք է բաժանել, կորսվել էր ում կողմից, այսինքն ժողովրդի մոտ փոփոխություններ կարծես թե կային, բայց իշխանությունների կողմից որքան էլ ներկայացվում էր, այլ պատկեր էր կարծես թե, որովհետև մենք հաջորդաբար տեսնում ենք գործողությունների շղթան ու պատկերը այլ է։ Ձեր մեկնաբանությունը։ Ես լիակատար ընդունեցի, որ մասնավոր հստակեցնելու կարիք կա, այո, համազգային ակնկալիքների առումով փշրվեց այդ պատրանքային ակնկալիքները որ կան եւ ժողովուրդը, որը ըստ էության Կովկասյան լեռնաշղթայից հարավ ապրող ազգաբնակության այն հատվածն էր հայ ժողովուրդը, որը որ ռուսոֆիլ էր եւ ռուսական մեծ ակնկալիքներ ուներ եւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ապավինանք ուներ, այդ ակնկալիքները այլևս չի կարող ունենալ Ռուսաստանը, որտեղ հայ ժողովրդի համատեքստում տրանսֆորմացիաները ակնառու են։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության տեղը, դերը, նշանակությունը իջիկ դարձավ հայ ժողովրդի ակնկալիքներում, բայց իշխանությունների պարագայում ոչ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետությունը ոչ թե օբյեկտիվ է, այլ սուբյեկտիվ դրսևորում է, պայմանավորված ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Նրանք ամենևին էլ Ռուսաստանի ծոցից դուրս գալու որևէ խնդիրներ չեն լուծում եւ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացնելու համար նոր շուկաներ, նոր ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորելու ջանքեր չեն իրագործում։ Արցախյան պատերազմը սուբյեկտիվ պատճառներ սերմանեց, թե ինչի Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կթուլանա Հայաստանում, որտեղ հայ ժողովրդի ակնկալիքները չարթարացան, պարզավոր համազգային հակակրանքի մեծ ալիք պետք է բարձրանար, սա սուբյեկտիվ մակարդակում է։ Օբյեկտիվորեն Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի այն կացության մեջ դրեց Ռուսաստանի ամբողջ ռազմաքաղաքական իրավիճակը, որ նրանք ուղղակի նյութատեխնիկական եւ ռազմական առումներով չեն կարող ծավալվել այն աստիճանի, որով որ կային մինչ այդ տարածաշրջանում։ Հետևաբար այդ կորսվել կոչեցյալը նրանց ազդեցության ճակերտների մեջ կարող են կառնել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարագայում չկիրառել, որովհետեւ նրանք միշտ կարճած են մնացել եւ ռեաբիլիտացրել են ռուսական ներկայությունը տարածաշրջանում սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, ոչ թե օբյեկտիվ։ Օբյեկտիվ կլիներ, եթե Ռուսաստանը խոչընդոտող եւ հավասարակշռիչ ֆունկցիաների իրականացներ տարածաշրջանային տերությունների կողմից ռազմական ագրեսիան կասեցնելու առումով Հայաստանի հանդեպ, դա չեն անում։
Օբյեկտիվորեն կլինեին, եթե Ռուսաստանը ռազմավարական նշանակության օբյեկտների ազգային պատկանելիության հիմքի վրա հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների զարգացման ուղղությամբ ինվեստիցիաներ իրականացնել եւ փոխգործակցության լայն հարթակներ ձևավորել տնտեսության զարգացման առումով, տեխնոլոգիաների զարգացման առումով ոչ մի առումով մենք ակնկալիք չենք կարող ունենալ։ Ոչ մի առումով։ Չզրկվելու ակնկալիքն է ինչ որ բաներից կարծես թե։ Զրկվել ենք արդեն։ Եթե խոսքը գնում է նավթագազային հումքի եւ տնտեսական որոշակի հանգամանքների վերաբերյալ, ապա միջնաժամկետ կտրվածքում այդ կախվածությունը մեզ ուղղակի կտանի մեծ ցնցումների, տնտեսական եւ այլն եւ այլն։ Մենք պետք է ալտերնատիվաներ որոնենք եւ կարողանանք գտնել եւ այդ հնարավորությունները կար եւ ես գտնում եմ որ շարունակում է մնալ, ինչը որ այդ ուղղությամբ որևէ քաղաքականություն չեմ տեսնում։ Կարող ենք մենք միջուկային ֆիզիկայի եւ միջուկային էներգետիկայի առումով համագործակցությունների առումով դիվերսիֆիկացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ Հիմա շատերը կարող են ասել, որ պայմանավորվածություններ կան եւ փաստաթղթեր գոյություն ունեն, բայց գետնի վրա մենք դա տեսել ենք։ Իհարկե ոչ։ Օդում կախված են դրանք։ Օդում կախված։ Այս օրինակը կարծես թե նաև աշխարհի համար ցույց տալիս մի բան, որ այսինքն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կարող են վարվել ցանկացած կերպ ու դա ինչ որ մի ժամանակահատված արձագանք ստանա պարզապես խոսքի տեսքով ու դա շատ հեշտ ներվի, շատ հեշտ ընդունվի ու ընկալվի։ Մենք առհասարակ այս տրամաբանությամբ եթե շարժվենք, ինչ վտանգավոր իրավիճակ կարող ենք ստեղծել Հայաստան պետության համար, որովհետև սա ամեն դեպքում վատ օրինակ է իմ տպավորությամբ, ձեր կարծիքը կուզեմ իմանալ։ Այդպես է, եւ եթե նախադեպի ինստիտուտ է ձևավորում, ապա ակնկալիք պետք է ունենաս, որ նմանատիպ մեթոդներով շարունակելու են առաջնորդվել։ Եթե 2020 թվականին ռազմական ագրեսիայով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մի մասը, որը դե ֆակտո մեր տիրապետման տակ էր, ես գտնում եմ, որ դե յուրե էր Հայաստանի Հանրապետության մասը։ Ուղղակի 30 տարի շարունակ չկարողացան Արցախի հայապատկան լինելու իրավաքաղաքական հիմքերը ձևավորել, որտեղ ես գտնում եմ, որ դա արտասահմանյան պատվերով պայմանավորված ներքին կոլաբորացիոնիստական իշխանությունների վարած քաղաքականությունն էր։ Ապա հիմա եթե նմանատիպ կորուստներ մեզ պատճառեն, ինչ է, զրկվելու ենք Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, էլ Հայաստան չի մնա։ Հետևաբար այս քաղաքականությունը հող է նախապատրաստում հետագա նմանատիպ անարդար որոշումների։ Ստացվում է այն համեմատականը, որը Նիկոլ Փաշինյանը բերում էր խորհրդարանում, որ մենք մորթվող կենթանիներ չենք, որ գոմը բացեք, անընդհատ տանեք, մորթեք եւ այլն։ Դուք ասում եք, որ մենք չենք, բայց ձեր վարած քաղաքականությունն է ցույց տալիս, որ այդպիսին ենք։ Եթե ձեր նկատմամբ խախտումներ են թույլ տվել ռազմաքաղաքական պայմանագրեր չեն գործել, տնտեսական պայմանավորվածություններ չեն գործել, պարտավորություններ չեն գործել, ապա աներկբայորեն չգործելու հետևանքը պետք է լիներ այն, որ նրանց լիազորություններն ու իրավասությունները պետք է սահմանափակվեին եւ չեղարկվեին, ինչը չի եղել։ Ստացվում է, որ դուք դուռ եք բացել հերթական նման ապօրինությունների համար։ Եվ դուք վատ օրինակ եք գցել պատմության մեջ, որ ցանկացած այլ գործընկեր, որը երաշխավորի կարգավիճակով ներգրաված կլինի, նույն կերպ կկարողանա վարվել ձեզ հետ, ինչով որ վարվել է նախքին հավասարակշռություն ապահովող կողմը, որը պատժի չի արժանացել։ Հիմա կա մի երկիր, ումից մենք վստահություն ունենք, որ գոնե 99%-ով այս նույն վարքագիծը չի դրսևորի մեր հանդեպ։ Որևէ մի պետություն չի պատրաստվելու կարգն ու կանոնը հարգել ավելին, քան մենք ինքներս մեր նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ ներկա աշխարհում առհասարակ ապավինել օտար պետության վերահսկողության վրա դա միամտություն է, որովհետև գլոբալ ընդդիմամարտություն է ընթանում։ Մերթ ընդ մերթ թևակողելով տաք պատերազմի բոլոր ֆազաներով։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ աշխարհում ամեն ինչ խառնված է իրար, բացի այն, որ հայ ժողովուրդը կառուցակարգի սեփական անվտանգային համակարգը եւ ապավինի բացառապես իր ուժերի վրա, մենք այլընտրանք չունենք։ Եթե այլ պետություններն ու գործընկերները երբ որ կտեսնեն, որ մենք ենք պահպանում մեր արժանապատվությունը սրբորեն, ես կարծում եմ, որ կգտնվեն պետություններ, որոնք ավելի հակված կլինեն բարոյական նորմերը հարգելու
կամ որոշ պետություններ, որ դա ընդունակ են անել։ Ենթադրենք, եթե արևմտյան պետությունների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների կամ արևմտյան որևէ խոշոր պետության հետ, եթե մենք ռազմաքաղաքական հարաբերություններ զարգացնենք եւ ցույց տանք, որ մեզ հարգել է պետք, նրանք կհարգեն։ Բայց պետություններ կան, որ դուք ինչքան էլ ուզեք ցույց տալ, որ մեզ հարգել է պետք, նրանք չեն հարգի եւ չեն էլ պատրաստվում հարգել, նրանք պատրաստ են բիրտուժ գործադրել ցույց տալու, որ նրանց ուժը գերակա է ձեր իրավունքի վրա եւ ձեր ինքներդ ձեզ հարգելու կամքի վրա։ Սա է ամբողջ տարբերությունը, որ դուք պետք է հասկանաք, ում հետ է համընթաց, ում հետ ոչ։ Կայսրություններ կան, որոնք հակված են ցեղասպանությունների։ Կայսրություններ կան, որոնք որ հակված չեն ցեղասպանությունների։ Պետությունները, որոնք որ քաղաքակրթական հիմքի վրա ձևավորված միջազգային հարաբերություններ են արարում միմյանց միջև, կարող են դառնալ այն հանրույթը, որի մասը կարող է լինել Հայաստանը։ Իսկ պետությունները, որոնք որ իրենց կացությամբ պայմանավորված կարող են նսեմացնել եւ ոտնահարել ժողովուրդների կամ հարևան պետությունների բնական իրավունքներն ու ազատությունները, այդ պետությունների հետ պարզ է, չէ, որ համընթաց չեն կարող լինել։ Ինչքան մենք մերձենանք, այնքան մենք մեր ինքնուրույնությունը կկորցնենք, մեր տեսակը կկորցնենք։ Իսկ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, Ռոբերտ Քոչարյանի վերջին այդպես բում առաջացրած մի քանի ժամ տևած քննարկում, ասուլիս ասենք դրան, շատ այսպես վատ որակումներ ստացա, որ նաև մենք թշնամու համար ենք շատ ինֆորմացիա փոխանցում եւ այլն, զենքի մասով մենք այլ պատկերացումներ ունենք, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ձեր պատկերացումը իրականում նախկին ղեկավարի հայտարարությունները ինչի մասին էին եւ կա ինչ-որ մի բան, որը իսկապես մեզ ինչ-որ մի պահի կարող է վնասել եւ արդյոք մենք սահմաններ դնում ենք, մեր ղեկավարները սահմաններ դնում են իրենց գործողությունների ու քայլերի մեջ, որոնք կարող են միայն մեր շահը ապահովել եւ ոչ վնասել։ Իհարկե չեն դնում, ես վտանգավոր եմ համարում այդ ակտիվությունը երկրորդ նախագահի կողմից, որովհետեւ նա չի տիրապետում այն իրավիճակին, թե իր ֆիգուրը որքան ատելի է հայ հասարակության կողմից։ Հետևաբար նա պետք է գիտակցի, որ ցանկացած իր ակտիվություն օժանդակություն է Նիկոլ Փաշինյանին։ Ցանկացած իր ակտիվություն օժանդակություն է Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը եւ նախկին բոլոր նախագահները միևնույն համակարգի անբաժանելի մասն են։ Հիմա երբ որ լրագրողական հանրույթը, վերլուծաբանների պլեադան, քաղաքական գործիչները նորաստեղծ քննարկում են ներքաղաքական դաշտը, նախկին նախագահներ եւ ներկա վարչակազմ պրիզմայի տակ, այդ քաղաքականությունը բիզնես դարձրած ուժերի հանցագործության հանցակազմի մեղքը վերցնում են, չափաբաժինը վերցնում են իրենց վրա, այսինքն դառնում են հանցակիցներ։ Ես առաջարկում եմ, որպեսզի լրագրողական հանրույթը, վերլուծական պլեադան, վերլուծաբանների շարասյունը, քաղաքական գործիչների այն նոր քաղաքական գործիչների, որոնք երբևիցե հանցագործություն չեն գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, համարեն, որ պատմությունը գիծ է քաշել։ Սա օբյեկտիվ գիծ է, սուբյեկտիվ չէ։ Եվ այդ գծից անդին մնացել են այն ուժերը, որոնք որ եղել են 1990 թվականից սկսած մինչև 2025 թվական ներառյալ իրենց իշխանություն եւ իրենց ընդդիմություն հորջորջող խորհրդարանական իրողությունների մասին է խոսքը։ Եվ այդ գծից այս կողմ կձևավորվի նոր քաղաքական դաշտ, որտեղ ակտիվորեն ներգրաված կլինեն եւ նորահայտ կուսակցությունները եւ այն կուսակցությունները, որոնք իրենց մաքրությունը կարողացել են պաշտպանել իրենց սկզբունքայնության հետ կապված եւ պոլեմիկան թող ընթանա այդ ուժերի մեջ։ Գիտեք, եթե մենք Ստոկգոլմյան սինդրոմով պայմանավորված անընդհատ կարճեցինք ցավից, մենք բոլորս հոգեբանությունից գիտենք, չէ, որ անգամ նեգատիվ մտքերը կպչունություն ունեն։ Մենք անընդհատ որպես մարդ արարածել, չէ, փորձում ենք վատ բանը մեր մեջ եփել, հոգեբաններն ասում են, որ դա նեգատիվ կպչունություն է, նեգատիվ բաներից կպչունություն է։ Եկեք ազատվենք դրանցից։ Դրանցից ազատվելու համար մեկ քայլը չշոշափելն է այն կեղծ օրակարգը, որը իրենք են առաջադրում։ Հիմա նրանցից մամոլի ասուլիսներ իրականացնելու պարագայում դա օրակարգ է, որը ձևավորել է
Ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի պարագայում երկրորդ նախագահի գրասենյակը։ Նիկոլ Փաշինյանն էլ հեծանիվ քշեց։ Հիմա եթե քննարկենք նրա հեծանիվ քշելը դեբետում կամ դեբետ գետի մեջ, մենք ներքաղաքական օրակարգում կգեներացնենք ու շրջանառենք նրանց մոտեցումները, որը որ արհեստականորեն ձևավորվում են։ Դե շրջանառվում են, դա շրջանառվում է, դրանից առաջ աղի օրենքներ, դրանից առաջ։ Դե ուրեմն եկեք չբողոքենք այն կացությունից, որի մեջ մենք հայտնված ենք։ Եկեք չբողոքենք, որ մեր երկիրը մասնատում են, որ տնտեսությունը անկում է ապրում, որ մեզ կոտորում են, որ մեր իրավունքները ստորադասվում են, որ մեզ չեն հարգում, եկեք չբողոքենք, եթե մենք անդադ պետք է շրջանառենք նրանց օրակարգերը։ Եթե չենք ուզում շրջանառել նրանց օրակարգերը, սիրելի քաղաքացիներ, եկեք ձևավորենք նորը։ Եկեք հասկանանք, որ մենք քննարկում ենք ֆանտոմը։ Ֆանտոմային իրողություններ, որոնք որ չեն ուզում, կարճած են մնացել, խեղդվողի նման Հայաստանի մարմնից, որ Հայաստանին էլ ջրահեղձ անեն։ Դա խեղդվողի հոգեբանությունն է, չէ՞։ Եվ քանի որ մենք նրանց արշինով իրենց չենք չափում, մենք չենք ուզում իրենց ոչնչացնել։ Ի հեճուկս նրան, որ նրանք ցանկանում են ոչնչացնել ամեն լավ բան, ապա ջրահեղձ լինելու հանգամանքում նոկաուտի էֆեկտը բավականին էֆեկտիվ է։ Երբ որ ջրահեղձ եղողին հարված է հասցվում, որպեսզի կարողանանք նրանց էլ փրկել։ Նոկաուտի թիվ 1 հանգամանքը ներքաղաքական դաշտում չշրջանառելն են նրանց կեղծ օրակարգերը։ Որտեւ ի վերջո նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նրանց երեխաներն են այստեղ ապրում։ Ի վերջո եթե երկիրը փրկվեց, փրկվելու են ինքնաբերաբար նաև նրանք։ Իսկ կործանման դեպքում Կործանման դեպքում կործանվում ենք բոլորս, նրանք փրկվող չի լինելու, անգամ եթե նրանք հույս են փայփայում, որ վայելելու են, չեն վայելելու։ Ամենադաժան ճակատագրին իրենք կարժանանան։ Կործանել չի կարելի Հայաստանի Հանրապետությունը, դա հղի է երկրորդ ցեղասպանությամբ։ Հայաստանի Հանրապետությունը միակ հնարավորություն է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հոգալու։ Ինչ արհավիրքել լինի, ինչ արյունահեղ պատերազմել լինի, դա ցեղասպանություն չի դառնա, եթե մենք պետականություն ունենանք։ Եթե ցեղասպանություն եղավ, միլիոններով կկոտորվենք։ Դա չլինելու համար մենք պետքա խելքի գանք եւ մաս մեդիայում միտք գեներացնող անձանցով եւ նոր քաղաքական ուժերով լուսանցքում թողնենք նրանց կեղծ օրակարգերը։ Եկեք կենտրոնանանք նոր օրակարգերի շուրջ, նոր ուժերի, նոր մարդկանց։ Պարոն Սիմոնյան, իսկ պահանջատիրությունը որքանով է մեզ օգնում, որ մեզ ապահովագրենք այդ ցեղասպանության վտանգից եւ առհասարակ զերծ լինենք, որովհետեւ այսօր գիտենք, չէ, որ շատ է խոսվում, որ պիտի Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, պիտի պատմությունը ինչ որ մի պահի ծալել դնել անկյունում եւ մոռանալ, որ նման բան է մեզ հետ տեղի ունեցել, դե ինչպես ասում են, այսօրվա թուրքերը երեկվա թուրքերը չեն։ Դուք արդյոք համամիտ եք այդ տեսակետի հետ ու հարցից առաջին մասի հետ։ Համամիտ չեմ։ Այսօրվա թուրքերը երեկվա թուրքերը չեն լինի, երբ որ առերեսվեն երեկվա թուրքերի կատարած հանցագործություններին։ Այսօրվա թուրքը եթե Հենց դա տարբերություն կդնի, չէ՞։ Դա տարբերություն կդնի։ Այսօրվա թուրքը եթե կամք չի դրսևորում առերեսվելու այն ժամանակվա թուրքերի կատարած հանցագործությունների հետ, ապա որևէ տարբերություն այսօրվա եւ երեկվա թուրքերի մեջ չկա։ Կլինի, երբ որ առերեսվեն։ Հարաբերություններ ձևավորելուն, զարգացնելուն, հաշտվելուն դեմ չեմ։ Այո, ժամանակները հոսում են, պետքա դա տեղի ունենա, բայց ինչ գնով։ Մեր պատմական իրավունքների ուրացման գնով հարաբերությունների բարելավման մասին խոսքը չի գնում, այլ ընդհակառակը երկրորդ, երրորդ նմանատիպ դեպքերի համար դուռ բացել է նշանակում։ Թուրքիայի հետ հարաբերություններ կարող ենք լավացնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա ուրանանք հայոց ցեղասպանությունը եւ պահանջատիրությունը։ Պահանջատիրությունը անգամ եթե իր իրավաքաղաքական դրսևորումը չի գտել, անգամ եթե ֆիզիկա աշխարհագրական իրողություններում եւ տնտեսական իրողություններում չի արտահայտվել, միևնույնն է դա դամոկլյան սրի նման կախված է թուրքերի գլխին, երբ որ դամոկլյան սրի նման կախված լինելով առաջին հանցագործության պատճառով դեռևս պատասխանատվություն կրելու ռիսկեր ունեն, ինչ եք կարծում, երկրորդ, երրորդ նմանատիպ դեպքեր կիրագործեն։
Որ հասկանան, հələ առաջինը չենք մարսել, երկրորդն ուր անենք։ Եվ իրենց անդադար հիշեցնում են դրա մասին։ Այո, պահանջատիրությունը անկյունակարային է, Հայաստանի շնորհապետական գոնե մինիմում լարվածության մեջ է պահում, չէ՞։ Իհարկե, եւ նրանք գիտեն, որ Ֆեմիդան արդարության Աստվածուհին միշտ այդ Դամոկլյան սուրը ձեռքին կանգնած է, կարող է հատել։ Հիմա Դամոկլյան սուրն էլ իրենց գլխին կախված է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը առաջ է տանելու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը եւ ի վերջո հայ ժողովրդի իրավունքների լիակատար իրացման հարցը տարածաշրջանում պատմական հայրենիքում մնացածը ըստ հնարավորությունների եւ ըստ մեր պոտենցիալի պետք է իրագործվի։ Մենք իրավունք չունենք ապագա սերունդներին որևէ տեսակի հնարավորությունից կաշկանդելու մեր տվյալ կացությամբ։ Եթե դու ունես քո առաջ օրակարգ զարգացնելու տարածաշրջանում ուժեղ հայկական պետականություն հայ ժողովրդի պատմական իրավունքները պապենական բնորանում հոգալու համար, ապա բոլոր տեսակի հնարավորություններից պետք է պատրաստ լինես օգտվելու։ Եվ ի վերջո պետք է հասկանանք, որ մեր հարևան պետությունները մեզ հետ կհաղորդակցվեն եւ մեզ հետ հարաբերություններ կզարգացվեն ուղիղ համեմատական ունենալով մեր պոտենցիալը, մեր հզորությունը։ Եվ ի վերջո, եթե մենք համեմատում ենք եւ ուզում ենք հարաբերություններ հաստատել, բարձր չէ, որ դա իրենց հզորությունից է, որ մենք ենք սիջման գնում եւ պիտի հզորանալ, որպեսզի ինչ որ մի կետում իրենք էլ փորձեն այդ հարաբերությունները կարգավորել նույնիսկ ստիպված։ Այո, դա նշանակում է, որ ոչ թե հարաբերություններ ենք բարելավում, այլ տուրք ենք տալիս։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե դուք ինչ որ մեկի հզորությամբ նրա հետ բարեկամություն եք անում մոռանալով ձեր ինքնությունը, դուք բարեկամություն չեք անում, դուք հանձնվել եք նրա կամքին։ Իսկ ով ասեց, որ հարևան պետության հետ հարաբերություն լավացնելը նրա կամքին հանձնվել է նշանակում։ Թող գնան միջազգային հարաբերությունները ավարտեն, եթե չեն հասկանում այդքան բանը։ Կամ գոնե ավարտած մարդկանց կանչեն խորհուրդ տան իրենց, որ փոխստեք համահավասար հարաբերությունները զարգանում են միմյանց նկատմամբ հարաբերականորեն ոչ գերակշիռ պոտենցիալ ունեցող պետությունների միջև։ Ոնց եք պատկերացնում X քաշ ունենալու պարագայում 1000x-ի հետ համահավասար հարաբերություններ լավացնել։ Նշանակում է ձեր միակ զբաղմունքը պետքա լինի ձեր x-ի բազմապատիկը մեծացնելը։ Դառնաք 10x, հետո 100x, հետո 700x, որ մոտենաք 1000x-ին, այդտեղ արդեն ձեզ հետ կխոսեն։ Այդտեղ արդեն այդ սեղանի շուրջը դուք որպես ուտեստ չեք ներկա լինի, այլ որպես սեղանակից։ Միանշանակ այդպես է։ Պարոն Սիմոնյան, ճիշտ է դուք երկար ժամանակ է, որ քաղաքական դաշտում ձեր կարծիքն եք ասում, ներկայացված եք, բայց որպես կուսակցության նաև ղեկավար հայտ եք ներկայացրել, ինչպիսին է դաշտը այս տեսանկյունից, երբ որ դուք արդեն այս ձևաչափով եք դաշտում։ Այն է, ինչ որ կողքից երևում է, ինչ որ մարդիկ տեսնում են, թե ներսից բացարձակապես ավելի նեղած ու վատ վիճակում ենք մենք։ Մենք ոչ էլ մուտք են գործել այն դաշտ, որը գծից այն կողմ է։ Գծից այն կողմ մտնելու դաշտ չկար։ Դա մի տոքսիկ ռադիացիոն իրավիճակով մի իրավիճակ է, որտեղ ցանկացած առողջ օրգանիզմ դատապարտված է ոչնչացման։ Գծից այս կողմ խոպան դաշտ է։ Ինչ ցանենք, դա էլ կհնձենք։ Ինչ ցանենք, դա էլ կհնձենք։ Ես ինչ եմ հորդորում բոլոր առողջ ուժերին։ Էական չի տարիքը, լինեն երիտասարդ, թե ալեհեր, միջին սերնդի ներկայացուցիչ, թե ավագ սերնդի ներկայացուցիչ, եթե դու մաքուր ես եղբայր եւ ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը, եկեք միաբանվենք այդ գաղափարի շուրջ, որ պատմությունը գիծ է քաշել, պետք չի մտնել տոքսիկ դաշտ, տոքսիկ դաշտ մտնելուց առնվազն թոքաբորբով հիվանդանալու ենք։ Պետք է մտնել նոր դաշտ։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ պետք է կայացնել նորից, որովհետև այնտեղ ավերակներ են։ Հիմա իհարկե այնքան խեղաթյուրված ինֆո տարածություն կա։ Մարդիկ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ագրեսիվ ինֆո տերորի մեջ են գտնվում։ Թե հարցակվողները, որոնք որ ընդհանուր ֆոն են ձևավորում, ինֆորմացիոն ֆոն են ձևավորվում, որ մարդը պատշաճ չէ, լավը չէ, աֆիլիացված է եւ այլն, ինչքան վատ բան կա առանց հիմքի։ Նման արտահայտություն անողներից պահանջեք փաստեր։ Եվ այնքան է ապականված, որ ինչ որ մեկը երբ որ ասում է, որ ինքը մաքուր ուժ է, դյուրահավատ չենք կարող լինել, պետք է ստուգենք, պետք է ստուգել, սիրելիներ։
Երկու ճանապարհ կա։ Որտեղ է ուսումնառությունը արել, ստացել եւ ինչ ֆինանսական միջոցներով է ապրել եւ ապրում։ Այդ երկու միջոցներով Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության հիմնադիր նախագահը եւ քաղաքխորհրդի անդամները եւ բոլոր կարևոր նշանակություն դերակատարություն ունեցող անձիկ թափանցիկ են։ Թափանցիկ։ Միջև վերջի լուման կարող ենք ներկայացնել, որտեղ ենք սովորել, ինչ ծառայություն ենք մատուցել Հայաստանի Հանրապետության։ Վստահաբար նմանատիպ ուժեր էլի գուցե եւ կան։ Եթե կան, ապա պետք է այդ նոր եւ ոչ նոր, բայց մաքուր մնացած ուժերով գծից այս կողմ խոպան դաշտում ցանենք կենարար հացահատիկ, որ հաց հնձենք, ձևավորենք նոր մշակույթ, նոր քաղաքական իրողություն, որը ազգային գաղափարախոսությամբ կլինի, պետականամետ կլինի, պետականակենտրոն, ոչ թե իշխանամետ եւ իշխանակենտրոն, այլ պետականակենտրոն, կձևավորի մի իրավիճակ, որտեղ քաղաքացիական հանրությունը կառողջանա եւ ինքնադրսևորվի ամենաբազմազան մեթոդներով, որտեղ քաղաքացիական հանրությունը խիստ կարևոր է։ Արցախում եթե քաղաք հասարակություն լիներ, Արցախի անկում չէր լինի։ Կոլաբորացիոնիստները գահը կգցեին կընկներ ցեխերի մեջ, ժողովրդի մեջից ինչ որ մեկը կվերցներ, կլվանար, կպահեր ձեռքը, գլխին չէր դնի, բայց կպահեր ձեռքը։ Թագը։ Հիմա մենք պետք է քաղաք հանդրություն կարողանանք ձևավորել, որ իմունիտետը, իմունային համակարգը մեծանա հայ ժողովրդի, որ պայմանավորված չլինի միայն իշխանություններով, իսկ իշխանությունները կարող են եւ կոլաբորացիոնիստներ լինեն, ուխտադրուժներ լինեն, իսկ եթե կա քաղաք հասարակություն, միշտ վերահսկելու է դա։ Քայլ առ քայլ առաջ պետք է շարունակենք ընթանալ եւ ես կարծում եմ, որ ներկայիս ապրող եւ ակտիվ ավյուն եւ առողջություն ունեցող սերնդի վրա մեծ միսիա կա։ Մենք մեր երեխաներին պետք է ավանդենք իրական կուր պետական համակարգ ունեցող եւ ազգային շահերի վրա հիմնված Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան եւ իր ռազմավարական նշանակությունը պահպանած Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմ ուղեղով իմ զրուցակիցը Գուրգեն Սիմոնյանն էր, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք, լավ եղեք։